Փարգաստու այս առիթի համար եւ ուրախ ենք, որ Աստված կյանքի մեջ մեզ պահելով բերեց հասցրեց մինչև այս պահը։ Չգիտեմ դուք ինչպես, բայց Գալստյան այս շրջանի մեջ բոլորս մեկ այլ տրամադրության, մեկ այլ մուդի մեջ ենք հայտնվում, հա։ Գալստյան այս շրջանի մեջ, այս Advent season ասվածի մեջ բոլորս տոնական մթնոլորտի, ուրախության, սպասման մեջ ենք լինում։ Շատերը սպասում են զեղչերի, շատերը սպասում են լավ գնումների, շատերը սպասում են ինչ-որ բաներ շահելու, կորզելու, խլելու, ունենալու, ավելի ձեռք բերելու, բայց մենք որպես եկեղեցի մեր կենտրոնացումը ուղղում ենք Քրիստոսի վրա եւ փորձում հասկանալ այն ինչ որ կատարվեց 2000 տարի առաջ, այն ինչ որ տեղի ունեցավ, այսօր դրա անդրադարձը ամեն Սուրբ Ծննդյան շրջանի համար դրա անդրադարձը մեր կյանքից ներս, մեր ծառայության մեջ, մեր ընթացքի մեջ ինչպես պիտի դրսևորվի եւ երևա։ Սպասման շրջանը պատրաստության շրջան է եւ այդ պատրաստության շրջանը մեր պատրաստության շրջանն է։ Եվ այս անցնող շաբաթ ամեն օրվա մեր խորհրդատությունների մեջ մենք լսեցինք, որ խոստացված թագավորը եկել է, Աստված իր խոստումներն իրականացրել է նրա միջոցով։ Եվ այսօր կանչված ենք նաև այդ մտադրությամբ, այդ հոգիով նայելու թե Աստծո խոսքի հիման վրա այս հատվածը ինչ ունի մեզ ասելու։ Հատվածը նույնն է, կոչը նույնն է։ Եվ եկեք լսենք Աստծո խոսքը հիմա։ Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 25-ից 30 համարները պիտի կարդամ։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հայր, երկնքի ու երկրի Տեր, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր եւ մանուկներին հայտնեցիր։ Այո, Հայր, որովհետեւ այսպես հաճելի եղավ քեզ։ Ամեն բան ինձ իմ հորից տրվեց։ Ոչ ոք որդուն չի ճանաչում, բացի հորից, եւ ոչ ոք հորը չի ճանաչում, բացի որդուց եւ նրանից, ում որդին կուզենա հայտնել։ Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք ու ինձնից սովորեք, որովհետեւ ես հեզ եմ ու սրտով խոնար, եւ ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը թեթև։ Ամեն Աստծո խոսքին։ Ավետարանը 3 բառով, ավետարանի պատգամը միայն 3 կոչով այս հատվածի մեջ մեզ է ուղղված։ Եկեք ինձ մոտ։ Եկեք ինձ մոտ։ Սա վստահության գոչ է, սա հրավեր է, որպեսզի մենք գանք դեպի Աստված, կյանքի տարբեր փորձառությունների մեջ, երիտասարդների նման, մենք մեր կյանքը ապրեցինք, մենք մեր կյանքը վատնեցինք, մենք մեր կյանքի ընթացքի մեջ վազեցինք, ամեն բան փորձեցինք։ Եվ եկավ մի օր, երբ այս կոչը մեր ականջներին լսելի եղավ։ Գիտեք ինչու? Որտև Աստված իր որդու միջոցով բացեց մեր լսողությունը, լսելի դարձրեց իր ձայնը, կենթանացրեց մեզ մեր նիրհի, հոգևոր քնից եւ շունչ, կենթանություն, կյանք, համ, հոտ բերեց մեր կյանքից ներս։ Այս կոչը լսելով է, որ եկանք դեպի Տերը, այս կոչը լսելի եղավ մեզ և մենք եկանք դեպի Տերը, և սա վստահության կոչ է։ Հավատքը առանց վստահության, հավատքը առանց այս կոչին արձագանքելու անիմաստ է և անօգուտ։ Այսօր, բոլոր նրանք, ովքեր ասում են, ես հավատում եմ Աստծուն, ապրում են այդ կյանքը, բայց տեսանելի ոչ մի նշան, տեսանելի ոչ մի ապացույց չկա իրենց համար և մեզ համար, սա ցույց է տալիս, որ
դրա պարապ խոսք է միայն։ Հայ ժողովրդի մեջ, ցավոք սրտի, մեր իրականության մեջ մենք միայն բերանով ենք քրիստոնյա, բերանով ենք հավատացյալ, ծնունդով ենք քրիստոնյա ու հավատացյալ։ Եվ այս կոչը շատ անգամ մեզ համար ոչ լսելի եւ մեզ համար նաեւ առանց արձագանքի է մնացել։ Մեզ ասելով նկատի ունեմ որպես հայ ժողովուրդ։ Այսօր Հիսուս Քրիստոս որպես փառավորված Տեր ու խոստացված Թագավոր եկավ, մտավ պատմության մեջ եւ իր գոչը ուղեց բոլոր նրանց, ովքեր, ինչպես հատվածն է ասում, մանուկ են ոչ թե տարիքով, մանուկ են ոչ թե իրենց հասունությամբ, այլ մանուկ են իրենց բաց սրտով ու պատրաստությամբ, մանուկ են իրենց պարզ մտքով, բաց լսելու Աստծո ձայնը եւ արձագանքելու։ Եվ մեր Տերը գոհության աղոթք է բարձրացնում առ Աստված, որ Աստված իմաստուններից, հպարտներից, ինքնահավաններից ծածկեց այս կոչը եւ բաց պահեց բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են, ովքեր փափագում են, ովքեր հասկանում են, որ այս կյանքը առանց իրեն անիմաստ է, այս կյանքի մեջ ամեն բան ունենալ, բայց իրեն չունենալ անօգուտ է։ Այս երկիրը օրհնված երկիր է։ Եվ մենք նաև որպես այս երկրում ապրող քաղաքացիներ վայելում ենք, անձնապես փորձառաբար ապրում ու վայելում ենք այս երկրի օրհնություններն ու բարիքները, այնպես չէ։ Այս երկրի մեջ կյանքի համար, ապրուստի համար, վայելքի համար բոլոր միջոցներն ու կերպերը կան, եւ սրանք հասանելի են գրեթե բոլորին։ Աշխատիր, վայելիր։ Աշխատիր ավելի շատ վայելիր։ Բայց նաև այս երկրի ստատիստիկ տվյալներն են ցույց տալիս, ինչքան շատ ունես, այնքան ավելի depression-ի մեջ ես։ Ինչքան շատ ունես, այնքան ավելի պակաս զգացողություն ունես, որ ինչ որ բան պակասում է, ավելին պետք է։ Գիտեք ինչու՞։ Աստված ամեն մարդ արարածի սրտում, հոգում դրել է այս բացը իրեն փնտրելու։ Եվ երբ որ փորձում ենք մարդկորեն մեր ձևով լցնել ու լրացնել այդ բացը, երբեք չենք հագենում, երբեք չենք հանդարտվում, երբեք չենք հանգստանում եւ երբեք չենք կշտանում։ Այդ բացը փոխարինում ենք բաներով, այդ բացը լրացնում ենք անձերով, իրերով, ունեցվածքով, երազներով, գաղափարներով, բայց այդ բացը մնում է բաց ողջ կյանքի համար։ Այս կոչը վստահության կոչ է։ Եկեք ինձ մոտ։ Բոլոր նրանք, ովքեր հոգնած են, ովքեր ծանրաբեռնված են, ովքեր այս կյանքի վասկի մեջ ապտակների, փորձությունների, փորձառությունների միջով են անցել։ Եկեք ինձ մոտ։ Սա հրավեր է, կոչ է, աշխարհում ամեն բան փորձեցիր, փորձիր նրան, վերադարձիր դեպի նա։ Ավետարանի երկրորդ կոչը այս հատվածում, վերցրու։ Հավատքի կյանքը պասիվ կյանք չէ, հավատքի կյանքը անտրամաբանական կյանք չէ, որ Աստված ամեն բան պիտի անի եւ ես մի անկյունում պիտի նստեմ։ Այս կոչը գալիս եւ մեզ հուշեցնում եւ հուշում է, եւ Աստծո խոսքը մեզ ասում է. եկեք ինձ բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ պիտի տամ, եւ այդ հանգստությունը պասիվ վիճակ չի։ Իմ լուծը ձեր վրա վերցրեք եւ ինձանից սովորեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնարհ։ Վերցրու այդ լուծը։ Եղբայրս խոսեց, այդ լուծը հնազանդության լուծն է։ Այդ լուծի մեջ եւ այդ լուծի միջոցով մենք ոչ միայն անունով, այլ նաեւ գործնական ապրելակերպով, մտածելակերպով, վարմունքով, վերաբերմունքով, շարժ ու ձևով ցույց ենք տալիս, թե մենք ում ենք պատկանում։ Ասել ես հավատում եմ Քրիստոսին,
բայց ապրել առանց իր խոսքին հնազանդ կյանք նույնն է, որ կեղծավորություն անել։ Ստել ինքդ քեզ, խաբել ինքդ քեզ, ասել ես քրիստոնյա եմ առանց Քրիստոսի, մեր հայ ժողովուրդը 70 տարի կոմունիստական ռեժիմի տակ Աստծո խոսքի բոլոր այդ բարոյական ուսուցումները որպես գաղափարախոսություն վերցրեց առանց Աստծո եւ փորձում էին մարդկային մեծ գաղափարների, վեհ գաղափարների վրա կառուցել մի համագարկ դուրս թողնելով Աստծուն, վերցնելով մտքերը, վերցնելով գաղափարները, դնելով մարդկային հասարակության մեջ, բայց առանց աղբյուրի։ Ոչինչ չի փոխվում։ Նման կայսրությունները փլուզվում են, բայց նման գաղափարախոսությունները մնում են մեր կյանքից ներս եւ մեզ կտրում, հեռացնում Աստծուց։ Մեր Տերը հրավիրում է, որ մեր այդ լուծը, որ իրենն է, վերցնենք։ Նա պատրաստ է վերցնելու մեր լուծը, բայց կանչված ենք նաեւ վերցնելու իր լուծը։ Հավատքի կյանքը, հոգևոր կյանքը աշակերտության կյանք է, կոչ է հետևելու իրեն եւ այդ աշակերտության ընթացքը ենթադրում է սովորել։ Նայեցեք ձեր հավատքի կյանքին, այդ լուծը ինչպես է կրում։ 1 տարի անցավ, ինչ սովորեցիք, ինչպես աճեցիք, ձեր հավատքի փորձառության վրա ինչ քար ավելացրեցիք, հիմքը ինչպես ամրապնդեցիք, ձեր հոգևոր տունը, Աստծո հետ ձեր մտերմությունը, Աստծո խոսքի վրա հենված ձեր ընթացքը, ձեզ ուր հասցրեց այս ողջ տարին։ Հավատքի կյանքը միայն փորձառություններ չեն, զգացողություններ չեն, հավատքի կյանքը ուսման լուրջ ընթացք է, որտեղ ես սովորում եմ Քրիստոսի աշակերտ լինել։ Եվ այդ ուսման ընթացքը ինչպես քալեջի մեջ, ինչպես համալսարանի մեջ ժամանակ, եռանդ ու ջանք է պահանջում, որ ես խոսքը դարձնեմ կյանք, կյանքը փորձառություն, անձնական փորձառություն եւ դրա մեջ հաստատեմ իմ համոզումս, որ այս խոսքը կենդանի է ինձ համար։ Տերն ասում է վերցրեք իմ լուծս, վերցրեք իմ լուծս եւ սովորեք ինձանից, որ ես հեզ եմ ու սրտով խոնար։ Գիտեք, որ սա միակ հատվածն է, որ Հիսուս խոսում է իր սրտի մասին։ Եվ իր սրտի կարգավիճակը, իր սիրտն է բացում մեր առաջ։ Եվ այդ հեզությունն ու խոնարհությունը Քրիստոսին հետևելու միակ վառ տեսանելի ապացույցն է։ Մեր հոգևոր հավատքի կյանքում կանչված ենք իրեն ընդօրինակելու, իրեն նմանվելու եւ իր նման մեր կյանքն ու ընթացքը ապրելու։ Հետաքրքրական է, աստվածաբաններից մեկը համեմատում է, լուծի մասին միշտ խոսում ենք այդ գութան քաշելն է, չէ՞, որ երկու ես քաշում են լուծը։ Եվ միշտ բացատրությունն ու մեկնությունը այսպես է, որ փորձառու եզան կողքին դնում են անփորձ եզին եւ ամբողջ ծանրությունը իր վրա է վերցնում փորձառու եզը։ Եվ Տերն ասում է իմ լուծս ձեր վրա վերցրեք, որ նշանակում է մեզ մենակ չի թողնում այդ ընթացքի մեջ։ Մեր Տերն ասում է իմ լուծս ձեր վրա վերցրեք եւ ինձանից սովորեք, որ նշանակում է ինքն է քաշելու, մեզ մնում է միայն հետևել իր ընթացքին համաչափ, ոչ առաջ ընկնել, ոչ հետ ընկնել, համաչափ հետևել իր ընթացքին։ Բայց հետաքրքրական է, աստվածաբաններից մեկը մեկ այլ պատկեր է բացում, որ շատ սիրեցի։ Տեր Հիսուս Քրիստոսի լուծը նման է թռչնի փետուրներին։ Փետուրները թռչնի վրա ոչ քաշ են ավելացնում, ոչ ծանրություն, բայց իրեն հնարավորություն են տալիս դիմակայելու ձմռան ցրտին եւ թռչելու տարվա բոլոր եղանակներին։ Թող Աստված շնորհի, որ այս համոզումը նաև մեր կյանքում դառնա, որ քրիստոնեական կյանքը անգարելի կյանք չէ։ Հիսուս Հովհաննեսի ավետարանում ասում է, որ իմ բեռս ծանր չէ
եւ այն բեռը, որ մեզ տրվեց, եւ այն բեռը, որ մեզ վստահվեց, եւ այն ընթացքը, որի համար մեզ կանչում է, որ մենք ապրենք, ծանր չէ։ Որովհետև սա է Աստծո սերը, որ պահենք նրա պատվիրանները, եւ նրա պատվիրանները ծանր չեն։ Առաջի Հովանու 5:3։ Ավետարանի 3-րդ կոչը. սովորեք, աճեք շնորհքի մեջ։ Եկեք ինձ մոտ, սա վստահություն է Աստծուն, վերցրեք իմ լուծս հնազանդվել Տիրոջը եւ սովորել իր օրինակից 3-րդը, աճել շնորհքի մեջ։ Եվ միայն այս դեպքում կարող ենք հանգիստ գտնել։ Իրական հանգիստը ոչ թե խնդիրներից ձերբազատվելն է, ոչ թե ֆիզիկապես միշտ եւ մնայուն առողջ լինելն է, իրական հանգիստը ոչ թե մեր կյանքի բոլոր իրավիճակների մեջ Աստծուն աղոթել եւ մեր ուզած պատասխանները ստանալն է, իրական հանգիստը, հանգստությունը, որ Աստված տալիս է, դա իր ներկայությունն է։ Եվ այդ ներկայության փորձառությունը, ներկայության մեջ իր առաջնորդությունը եւ այդ առաջնորդության միջոցով իր զորությունը, խոսքի միջոցով, Սուրբ Հոգու միջոցով մեր կյանքի բոլոր իրավիճակների մեջ մեզ պահում է ամուր, մեր թևերը բաց թռչելու, մեր ոտքերը ամուր կանգնելու կյանքի բոլոր իրավիճակներին դեմ հանդիման։ Ամեն դարում, բոլոր ժամանակների մեջ Աստված իր հավատարիմ մնացորդը ունի։ Բոլոր ժամանակների մեջ Աստված ունի մարդիկ, ովքեր լսում են իր ձայնը եւ հնազանդում իրեն։ Այսօրվա հրավերը եկեք ինձ մոտ բաց հրավեր է, կոչ հրավեր է, գալու դեպի Տերը, ճանաչելու նրան անձնապես, սպասելու նրան եւ դիմավորելու նրան եւ այս սպասման եւ ընթացքի մեջ նաեւ վերագտնելու այդ հանգստությունը, որ խոստացված է նրա կողմից։ Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ եւ ես ձեզ հանգիստ կտամ, ասում է խոսքը։ Ավետարանը չի փոխվել։ Ավետարանի պատգամը միշտ եւ մնայուն նույնն է եւ այդ ավետարանի խոսքը այսօր նաեւ ձեզ է ուղղված։ Ուր եք դուք ձեր կյանքի այս փուլում, այս օրերի մեջ, այս տարվա, այս ժամանակաշրջանի մեջ, ուր եք դուք ձեր երազների, ձեր փափագների, ձեր նպատակների մեջ, ինչ եք փնտրում։ Խոստացված թագավորը եկել է, իր թագավորությունը, որ մեր ֆիզիկական աչքի համար տեսանելի չէ, տարածվում է, մեծանում է ամեն օր։ Չլինի թե դու, չլինի թե քո կյանքի որոշումների պատճառով դու զրկվես այդ թագավորությունից։ Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով մեկ անգամ եւ ընդմիշտ մեր կյանքի մեծագույն գարիքը լրացրեց ու ամբողջացրեց։ Աստված իր որդին ուղարկեց աշխարհ։ Այս բացված սեղանը դրա վառ ապացույցն է։ Այս բացված սեղանը հիշեցում է, որ Աստված իր խոստման Տերն է։ Այս բացված սեղանը հորդոր է եւ հրավեր, եկեք դեպի Տերը։ Բայց այս բացված սեղանը նաեւ զգուշացում է, եթե Քրիստոս քո փրկիչը չէ։ Այս սեղանը ոչ թե օշնություն, այլ դատաբարտություն է քեզ համար։ Եթե Քրիստոս քո կյանքի Տերը չէ, քո միակ փափագդ ու նպատակդ չէ, այս սեղանը քեզ համար հիշեցում է, որ կա Աստծո արդար դատաստանը եւ դու Քրիստոսի արյան տակ ապահովված չես, մտածիր սրա մասին։ Ավետարանի խոսքը հրավեր է դեպի Աստված, կոչ է դեպի Աստված, դառնալու դեպի Տերը, քանի որ Աստված դարձավ դեպի մեղավոր մարդկությունը եւ ինքը նախաձեռնեց մեր բոլորիս փրկությունը։ Մինչ երգչախումբը կբարձրանա բեմ, մինչ կպատրաստվենք Տիրոջ սեղանին մոտենալու,
Ես հրավիրում եմ ձեզ, եթե կան մեր մեջ մարդիկ, ովքեր մինչ այսօր երբևիցե առիթ չեն ունեցել մտածելու Աստծո հետ իրենց հարաբերության մասին, Աստծո հետ իրենց կապի մասին, ես այսօր ուղիղ հարցնում եմ քեզ, Աստծո հետ քո կապը ինչպես է, Տեր Հիսուս Քրիստոսով, Տեր Հիսուս Քրիստոսի խաչով կամուրջը հարթվել է, հարաբերությունը վերականգնվել է, Աստծո հետ հաշտությունը, խաղաղությունը վերագտել ես, կյանքիդ մեջ, վազքիդ այս ընթացքի մեջ հասկացել ես կյանքի իմաստը, Աստված իր խոսքը ուղում է այսօր քեզ, եկ ինձ, եթե հոգնած ես, եթե մեղքի բեռի տակ ծնկներդ այլևս կարող չեն ուղիղ մնալու, ծալվում են, եկ ինձ, և Աստված իր հանգստությունը պիտի տա քեզ, և Աստված իր ներումը, թողությունը և շնորհը պիտի տա քեզ, եթե այս հարցումը անհանգստացնում է քեզ, պաշտամունքից հետո առիթ ունենանք խոսելու, թող Աստված առաջնորդի ամեն մեկիս, ամեն